Երկրորդ խոշորագույն էթնոսը, որը կարող է խնդիրներ ստեղծել քրդերից հետո Իրանի իշխանությունների համար որպես եւ իրանական պետության համար որպես կենտրոնացիկ պետություն, դա ադրբեջանցիներն են եւ երեք պատահական չէր, որ նույն ուրեմն Նախիջևանի այդ Նախիջևանի օդանավականին իբր թե հարցակումները կազմակերպելը, գիտեք, այստեղ խնդիրը որն է, ինձ թվում է արդեն քանի որ մեկ օր գրեթե անցել է, ես կարող եմ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ուրեմն ինձ թվում է ադրբեջանական իշխանությունները տեղեկացված են եղել, որ Իրանը նախապատրաստվում է հարվածներ հասցնել իր տարածքում, բայց ոչ Նախիջևանում, իր տարածքում գոյություն ունեցող իսրայելական եւ ամերիկյան ռազմաբազաներին։ Մենք բազմաթիվ հարցազրույցներ ենք ունեցել հարգելի Ժաննա 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ ես բազմիցս եմ նաեւ ձեզ հետ հարցազրույցներում նշել, որ ինձ համար օրինակ շատ զարմանալի է, որ բնակչություն չունեցող Ֆիզուլիում եւ Զանգելանում ադրբեջանական կողմը առաջին քայլը որ արեց, այսպես կոչված միջազգային օդանավականների կառուցումն էր, ասենք, լավ, նախկինում նույնիսկ խորհրդային միության ժամանակաշրջանում այդտեղ ոչ մի օդանավական չի եղել, կարիքը չկար, որ Իրանի սահմանից ընդամենը ուղիղով մի 15-20 կիլոմետր հեռավորության վրա այդտեղ ինչ որ թե օդանավականներ կառուցվեին։ Երկրորդը, լավ, հիմա Ադրբեջանը այդ տարածքները գրավել է Արցախից, մեզանից, եւ այդտեղ առաջինը ոչ թե մարդկանց է տանում ասենք թե համապատասխանաբար ենթակառուցվածքներ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով, որ մարդիկ այդտեղ ապրեն, այլ միջազգային օդանավականներ է կառուցում, որոնք ի սկզբանե ցանկացած բանիմաց եւ տրամաբանող մարդու մոտ հարցեր առաջացրեցին, թե ինչի համար։ Իսկ օդանավականները, հարգելի Ժաննա, դա ռազմաբազաների տեղակայման ամենակարևորագույն պայմաններից մեկն է։ Իհարկե։ Եվ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եւ ես նույնիսկ 2 տարի առաջ Ռաիսի Իրանի նախագահի այսպես ասած ուղղաթիռի վթարից հետո, եւ որ ես համարում եմ, որ դա կազմակերպված սադրանք սաբոտաժ էր եղել, ահաբեկչական ակտ, որի արդյունքում Իրանի նախագահան սպանվեց։ Տեղի էր ունեցել Ադրբեջանի սահմանից ընդամենը 70 կիլոմետր հեռավորության վրա։ Եվ չի բացառվում, որ նույն ամերիկա-իսրայելական ուժերը, որոնք այդտեղ տեղակայել են համապատասխան ռադարներ, կիբեր, այսպես ասած, խմբավորում է տեղակայված, ամեն ինչ արեցին, որ Ռաիսի ուղղաթիռը կործանվի։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եւ ինձ թվում է Ադրբեջանի իշխանությունները տեղյակ են եղել, որ Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել Ֆիզուլիի եւ Զանգելանի օդանավականներին, որի վերաբերյալ որոշ տեղեկություններ մենք երեք իմացանք Կապանից, որովհետեւ Կապանը շատ մոտ է Զանգելանին եւ մեխանիկորեն եթե Զանգելանում աշխատում է հրետանի կամ խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կիրառվում, ապա Զանգելանում տեղ ունեցող իրադարձությունները, այդ պայթյունները լսվում են նաեւ Կապանում։ Եվ երեք պատահական չէ, որ թե ազգային ժողովի պատգամավորի մագարտակով, թե սովորական քաղաքացիների մագարտակով մենք իմացանք, որ Կապանում պայթյունի ձեներ են լսվում, բայց դա եղել է երեկոյան, այսպես ասած Նախիջևանյան աթսեական այդ էպոպեայից հետո։ Ինձ թվում է ադրբեջանական կողմը փորձելով կանխել Իրանի գործողությունները Զանգելանում եւ Ֆիզուլիում կանխավ սադրանք էր կազմակերպել Իսրայելի եւ ամերիկացիների դեմ իր դեմ, որովհետեւ այսօր արդեն համացանցում հայտնվել են Նախիջևանում ընկած ԱԹՍ-ների մնացորդները, որոնց վրա ադրբեջաներեն ուրեմն նախադաս բառեր են գրված, որը ապացուցում է, որ դա չի կարող իրանական շահիդներ լինել, դա Ադրբեջանի տարածքում արտադրված ԱԹՍ-ներ են, եթե իհարկե լուսանկարները համապատասխանում են իրականությանը, ֆեյք չեն։